Կարող եք սկսել։ Ուրեմն ես ծնունդով Վեդիից եմ, ծնվել եմ Վեդիից բանակ եմ գնացել, բանակից հետո Արցախի պատերազմին մասնակցել եմ, Արցախի կռիվներին մասնակից եմ։ Դրանից հետո ես մտել եմ Վեդի ճանշի, կոմանդիրովկա գնացել եմ, այսինքն տեղափոխվել եմ Ղարաբաղ, մինչև տեղափոխվել ես ունեցել եմ 2 աղջիկ երեխա, Վարդիթեր եւ Նարինեն, որից հետո ծնվել են իմ 12 երեխան Լաչինում, մեր համար շատ լավ է եղել, շատ նորմալ, ես աշխատել եմ, կարողացել ենք ապրենք, պետությունից կախվածություն տենց չեմ ունեցել, ասենք որ գնամ ինչ-որ մի բան խնդրեմ, ուզեմ, իմ հնարավորությամբ աշխատել եմ, հետո կնոջս առողջականի պատճառով ես ծառայում եմ քելբաջար, աշխատանքից դուրս եմ եկել, որ խնամ եմ իրան, ինքը շատ վատ էր վիճակը, հետո որ արդեն ուզեցամ մտնեմ նորից աշխատելու, տարիքս անցել է, ինձ բանակը չընդունեց, այդտեղից արդեն մեր պայմանները գնալով վատացավ, այնքան մինչև արդեն ստիպված եղանք տեղափոխվենք ստեղ Երևան, դեստեղ հեշտ է, աշխատանք գտնելը հեշտ է, հիմա այսօր ես աշխատանք ունեմ, օրը 5000-6000 դրամ աշխատավարձ ունեմ, նայած որ, հիմա տղաս սովորում, այնտեղ ասենք, սովորելու երեխեքս այնտեղ ուղղակի, ասենք, տաղանդավոր երեխեք ունեմ, որ այնտեղ իրանց տաղանդը կորում է, այնտեղ ոչ մի ձևի գյուղտեր ենք ապրել, չի եղել հնարավորություն, ասենք, որ երեխեքին ես հնարավորություն ունենամ տանեմ մի ինչ-որ արեստի, մի ինչ-որ մի բան սովորել, հնարավորություն չեմ ունեցել, դե բնական է, մի հատ Լաչին գնալ գալ, ասենք, եթե մեքենայով գնաս գաս 10000 դրամ ծախսա, պատկերացրեք, որ ասենք ես շաբաթը 3 անգամ գոնե որ տանում եմ երեխի, այդ իմ վրա ինչքան ծախս կնստի, երբ որ մեր համար արդեն հացը դժվար է վաստակելը։ Կինս ճիշտ է աշխատելա 54000 դրամ, ասենք աշխատավարձ ստացել, դե այնտեղ եթե մի մեշոկ ալու 15000 դրամ, այդ 54000-ը այսքան երեխի ո՞նց կկարողանա։ Շատերը ասում են, ասենք ես այսքան երեխա ունեցել էլի, մեզի, չգիտեմ, էդի թուրքի պես են երևի մտածում, որ ուժելի շատ երեխա ունենալը վատ է։ Վիրապ ջան, բայց եթե սոցիալական պայմանները չի բավարարում նրանց պահելու համար, հա, մինիմալ պայմանները ապահովելու համար արդարացում է այդ ձեր քայլը այսքան երեխաներ ունենալու։ Հիմա ասեմ ցավտան, որ ես ունեցել եմ, մենք կարողացել ենք բավարար պահել եմ իմ երեխեքին, վատ չենք ապրել, ուղղակի որ աշխատանքից ես դուրս մնացի, այդտեղից մեր պայմանները վատացան, արդեն չկարած աշխատատեղ արդեն տեղ չկար, որ ես մտնեի աշխատեի, իմ երեխեքին պահեի, եթե իմ աշխատատեղը ելներ ես նորից մտնեի աշխատեի, նորմալ էր, մենք ոչ մի բանի կարիք էլ, ճիշտ է, ունեցել ենք կարիք, շատ բանի կարիք ենք ունեցել, բայց մենք կարողացել ենք մեր հնարավորությամբ մեր երեխեքին պահել։ 14 երեխաները ունեիք արդեն, երբ որ ձեր սոցիալական վիճակը վատացավ։ Չէ, 13 երեխան ունեինք, 14-րդն էլ պիտի ծնվեր։ Արդեն գնալով 14-րդ երեխան ծնվել է Երևանում։ Մենք շատ մեզի որ եկել ենք, ուրեմն մարդիկ ստեղ մեզի օգնել են սնունդով, հագուստով, որոշ մարդիկ մեզի օգնել են, շատ, մենք շատ շնորհակալ ենք այն մարդկանցից, ովքեր մեզի մեր նեղ պահին ձեռք մեկնեցին, շատ շնորհակալ ենք, անչափ, չգիտեմ, ինչ ձևի ասեմ, էլի, ուղղակի մենք ոչ թե եկանք այդ
օգնության համար, որ մեզի օգնեն, մենք եկանք ստեղ, որ աշխատանք գտնենք, աշխատենք, ապրենք։ Մի հատ ունենանք, ուղղակի ունենանք անկյուն, ճիշտն ասած, ես դիմել եմ բոլոր ղեկավար մարմիններին, նախագահական, քաղաքապետարան, թաղապետարան, ոչ մեկ մինչև հիմա ոչ մի բան չի արձագանքել, թաղապետի մոտ ճիշտն ասած մտանք, խնդրեցինք մի փոքր հողակտոր կամ թեկուզ ժամանակավոր մնալու տեղ, ինքը շատ արհամարական մեզ ընդունեց, որ ասենք ոնց որ ծիծաղար էլի մեր վրա, մեծ չգիտեմ, արհամարական, շատ սաղ ընդունեց։ Այսօր եթե կարող եմ մտածում եմ մենք Ղարաբաղից փախել ենք, մենք Ղարաբաղից չենք փախել։ Ղարաբաղը մեր երկիրն է։ Ես Ղարաբաղի համար արիվ եմ թափել, ես Ղարաբաղից չեմ թափել։ Ես ուղղակի հանում իմ երեխեքի ապագայի, որ իմ երեխեքը ուսում ունենան, արվեստ ունենան, սովորեն, հանում նրանց են տեղափոխվես տեղ։ Ես ոչ մի, ասենք, Ղարաբաղը, չգիտեմ, երևի թաղապետը մտածեց, որ մենք Ղարաբաղից փախել ենք, դրա համար մեզի չօգնեց, բայց մենք Ղարաբաղից չենք փախել։ Մենք ուղղակի տեղափոխվել ենք։ Այդ հանրակացարանը ստացել եք դուք։ Չէ, այս հանրակացարանը մնում ենք վարձով, ամիսը 45,000 դրամ մենք վարձ ենք տալի։ Լուիս, բա ամենը մեր վրա մի խոսքով սենց ասեն, հիմա մեծ տղաս մտել է դալմամուլ խոհարար սովորում, ամիսը օրը 1200 դրամ երեխին վարձատրում են, մեկ էլ ես հիմա մտել եմ աշխատելու, որ կարողանամ իմ ընտանիքի գոյությունը պաշտպանեմ։ Ուղղակի չգիտեմ, ինչի մեզի ասենք ոչ մեկ Ուշադրություն չեն դարձնում ձեզ, որ բազմազավակ չեղավ։ Անգամ գրանցման հարցը, որ մենք դիմել ենք, մի ամիս արդեն դիմել ենք, էլի հələ որ մինչև հիմա գրանցման հարցը չի եղել, ոչ նպաստ ենք ստանում, ոչ փարոս ենք ստանում, ստեղ ոչ մի բանից առայժմս չեմ կոպտվում։ Ուղղակի հետաքրքիր է ինչի համար, էլի ասենք, ինչն է պատճառը, որ մեզի ոչ մի արձագանք չեղավ մեզի ոչ Այսինքն ոչ մի հասարակական կազմակերպություններ, այս բազմազավակ հա ընտանիքներ, շատ երեխաներ ունեցող ընտանիքներով զբաղվող գերատեսչություններ ձեզ որևէ օգնություն չեն տվել, չեն աջակցել։ Չէ, մեզի աջակցողներ եղել են, մեզի շորով էլ, կոշիկով էլ, սնունդով էլ, որոշ մարդիկ մեզի գումարել են, հատկացրել, օգնել են։ Ճիշտ է, Բայց դրանք անհատ մարդիկ, ես ուզի չեմ եկել այդ օգնության համար, որ ստեղ լավ է, էլի օգնություն կտամ, մենք էլ կապենք։ Չէ, մենք եկել ենք ստեղ ակնկալիքով, որ աշխատենք, ստեղծենք ապրենք։ Ուղղակի այսօր եթե մենք ունենանք մի հատ փոքր կրիչ, մի հատ անկյուն ունենանք, մենք շատ շնորհակալ կլինենք մեզի, ասենք, այդ անկյունը տրամադրողներից, շատ, դա մեր համար աստվածային կլինի այն մարդը, որ մեզի մի հատ փոքր անկյունով օգնի։ Միտեղ ճիշտ ասած, դե որ ես, ասենք, այդ տաքսի եմ իջում, միտեղ այդ Էրեբունի մասերի կողմը մի հատ տուն եմ տեսել, հարց ու փոքր է, այդտեղ ինչ-որ ասում մարդ չի ապրում, անտեր տուն է, էլի, ոչ մեկ չի ապրում։ Հիմա, չգիտեմ, ուզում եմ այդտեղ մի հատ տենամ, էլի, գոնե մտնենք, այդտեղ վարձ չվեր, թե մենք կարողանանք վարձի գումար չտանք։ Այսինքն ձեր խնդրի հիմա տանիքի խնդիրն է միայն։ Եթե դա լուծվի, դուք Եթե լուծվի, մենք տանիք ունենանք, իհարկե մենք շնորհակալ կլինենք, արդեն մենք կարանք աշխատենք, ապրենք, հաստատ կապրենք։ Եթե ունենանք մենք Ես չեմ դժգոհում, որ այսքան երեխա եմ բերել, որ բերել եմ պիտի պահել։ Այո, իհարկե, մենք բերել ենք, մենք մտածում ենք, որ
երեխեքը ճիշտ է, տարեց տարի մեծանում են, հոգսա, պրոբլեմա, բայց հպարտ եմ նաև, որ իմ երեխեքը նախ առողջ բալիկներ ունեմ, Աստված մեզի տվել է առողջ բալիկներ, եւ դաժե կցանկանամ այն մայրերին, այն ծնողներին, այն ընտանիքներին, որ ունենան շատ բալիկ, որ հայ ազգը այտենց պիտի բազմանա։ Եթե այսօր մենք երեխեք չունենանք, թուրքը կուրախանա, որ հայ ազգը կործանում չունի։ Քանի տղա, քանի 6 տղա ունեմ, ցավը տանեմ։ Այսօր եթե Ղարաբաղի հետ կապված մի հատ Աստված չանի, էլի, թող ոչ մի երեխա չտենա, եթե մի հատ խնդիր լինի, բնականաբար առաջինը ես եմ իմ երեխեքի հետ գնալու։ Ես հաստատ պատրաստ եմ։ Ես այդ ուղին անցել եմ ու մինչև իմ մեռնելն էլ պատրաստ եմ Ղարաբաղի համար իմ կյանքը հաստատ այն ինչ որ կախված է իմ դրանից որպես հայ պիտի անեմ հաստատ պատրաստ եմ անելու իմ երեխեքի հետ միասին վատա եկուտ 6 բանակի երեխա է պահում 6-ն էլ զինվոր են դառնալու այդ 6 տղեն էլ բանակի համար ամեն ինչ էլ անելու են կամ այս ազգի համար մենք չենք դժգոհում, որ այսքան երեխա ունենք։ Ճիշտ է, այսօր նեղ պայմանների մեջ ենք ապրում։ Նեղ, շատ վատ պայմանների մեջ։ Բայց ինձ թվում է կհաղթահարենք էլի այդ պայմանները։ Ուղղակի այս տունը, որտեղ որ մենք մնում ենք, տանտերը ամեն օր գալիս է, որ եկել էին գործ չունեին, փողի խնդիր կար, չէի կարում վարձը հասցնեմ, ամեն օր գալիս էր, կռի, պատերազմ դուք հնա ի վիճակի չեք, այդ գումարը չեք կարալու տակ, ես իզուր ձեզի բերեցի, այտենց խնդիրներ ամեն օր էլ համարյա թե լինում է, բայց մենք այն մարդը չենք, էլի անշնորհակալ չենք, որ ինչ անենք հիմա մեղմ ենք, էլի։ Քանի քառակուսի է տունը։ 12 քառակուսի տունը, այդ 12 քառակուսու մեջ ապրում ենք մենք բոլոր այս ընտանիքը։ 16 հոգով։ Երեխաները եւ դուք։ Երեխաները եւ Ամենամեծը քանի տարեկան է։ 23 տարեկան է։ Ունեմ անգամ 2 թորնիկ էլի մեր հետ մնում թորնիկներս Այսինքն ամուսնացած է ձեր մի երեխան, հա։ Ամուսնացած է, բայց հիմա ինքը մեր խնամքի տակ է։ Այսինքն եղաք 19 հոգով, հա։ Մի բնակար 12 քառակուսիում։ 18 հոգի։ Էս մեր քնելու տեղը էս է, էսի պոլի վրա իրականից էս պոլի վրա տեղավորում ենք, մնում ենք, բայց կարևորը գիտեմ, որ երեխեքս ուսում կունենան, երեխեքս Քանիսն են դպրոցական։ 8 դպրոցական ունեմ, մի հատ նախադպրոցական, մի երեխես նախադպրոցական է։ Մայրիկին հարցնենք, ինչպես են սովորում։ Լավ սովորում են։ Այնտեղ պայմաններում սովորելը նորմալ, ես չեմ դժգոհում, սովորել եմ, բայց չգիտեմ, ստեղի պայմանները ոնց կլինի, այնտեղ լավ է սովորել։ Այստեղ գնում են, չէ՞ արդեն դպրոց։ Չէ, հələ որ նոր է եկե, այս մի շաբաթ առաջ է եկել թղթերը, պիտի տանենք, շաբաթ չէ, անցած շաբաթն է եկել, հիմա պիտի տանենք տեղավորենք, տենակ ճիշտ աստեղ ասում եմ, որ կան երեխեքը բանը, ինչ որ դպրոցից հետո, ժամը 2-ից հետո կա տեղ, որ սովորում են, այնտեղ կա ինչ որ տեղեր, որ Հա, օգնում են, ասենք շաբաթը 3 օր է կերակրում են երեխաներին, Այսինքն խոսքը գիշերօթիկ դպրոցն է Չէ, գիշերօթիկ չէ։ գիշերօթիկ չէ։ Մենք գիշերօթիկ դպրոց ուղարկելու ծնող չենք։ Եթե մենք պիտի բերենք մեր երեխեքին գցենք գիշերօթիկ, ավելի լավ չէր մենք այդ երեխեքը չունենայինք։ Մեծ սիրով այսքան երեխան բերել եմ։ Ես չեմ դժգոհ, ոչ էլ խնդիր եմ ունեցել առողջական։ Ես բոլոր ծնողներն էլ կցանկանամ, որ առողջական խնդիրներ չունենան, ունենան շատ երեխաներ։ Երեխայից լավ բան ընդհանրապես չկա։ Եթե տանջվում ես ընդհանրապես երեխայի համար։ Այո։ Այսօր տանջվում եմ ես երեխայի համար, որ պահեմ, մեծացնեմ, հասցնեմ ինչ-որ նպատակի։ Ես դժգոհելու բան չունեմ։ Ուղղակի խնդիրս այնա, որ բնակար է, մանրուկս մի սենակ, բայց իմ սեփական ունենա։ Ոչ թե խնդիր ունենամ երեխաները պատեն ձեր տան կամ ինչ-որ մի
տեղ մի վնաստան, հետո գան խոսանի վրա ասեն այս խնդիրը։ Մեզի մի ամենահայ առաջարկեց Դոմիկով օգնի, մենք դիմեցինք քաղաքապետին, խնդրեցինք, էլի ասին խնդրում ենք, եթե հնարավոր է մեզի մի հատ փոքր հողատարածք տակ Դոմիկը դնենք, այդ Դոմիկի մեջ մենք կապրենք։ Մենք կապրենք Դոմիկի մեջ ու էլ ոչ մեկից ասենք ոչ մի բան չենք խնդրի, էլի մեր միակ խնդիրը այդ միակ մնալու տեղն է։ Մենք չենք գա, ոչ մեկից չենք խնդրի օգնություն մեզի, ով որ կցանկանա կօգնի, մենք շնորհակալ ենք, ցավը տալը, մենք շատ շնորհակալ ենք, եթե ես չեմ հրաժարվում, շատ եղել է շատ մարդիկ օգնել են մեզի, շատ բարի կամեցող մարդիկ եղել են անհատ, որ եկել են անհատ մարդիկ, մեզի օգնել են, մենք շատ շնորհակալ ենք, մենք ուրացող չենք, եթե մարդը օգնում է մարդու, պիտի այդ մարդը շնորհակալ լինի։ Ուղղակի մենք նպատակ չենք դրել, որ այնտեղ լավ է, օգնություն կա, այդանք Հայաստան, Երևան գնան։ Օգնությունը կա, կարան կապրեն։ Բայց այդտեղ ուղղակի երեխաների խաթրին, որ լավ են սովորում, իրանք շատ լավ բան ունեն, էլի տաղանդ ունեն։ Մեկը երկող է, մեկը շատ լավ տաղանդավոր են, էլի չեմ ուզում փչացնեմ իրանց կյանքը, եթե բերել եմ ուզում եմ ամեն նպատակին։ Այ եթե մենք մնայինք այնտեղ, մեր երեխեքի մենակ ուսումն է, հա, տաղանդը, մեր երեխեքի կարող է, էլի ես այտենց եմ մտածում, ես օրինակ եկել եմ իմ երեխի խաթր, որ իմ երեխեքին ասենք ուսումի տան, որ եկուց իմ երեխեն չմեծանա, ասի բերել ես ու գցել ես չորերը մեզի, մենք չոր ենք դեպ։ Իսկ մտադրություն ունեք ապագայում կրկին մայրանալու, կլի երեխա ունենալու, թե սահմանափակվեց։ Մինչև ինչքան։ Ինչքան առողջությունը դնում։ Ես թակ տղա եմ եղել, քուրու աղբեր չունեմ։ Ոչ մեկ չունեմ, ոչ ծնող ունեմ, ոչ քուր, ոչ աղբեր։ Իմ ծնողներն էլ են, իմ քուրերն էլ են, իմ աղբերներն էլ են։ Ազգականներ չունեք Վիրապ ջան, որ կօգնեն ձեզ ինչ-որ հարցերով, թե չէ։ Այտենց որ ի վիճակի են մեզի օգնելու, այտենց ազգական ունենք, բայց այտենց իրանք էլ էլի ի վիճակի չեն մեզի օգնելու, իրանք էլ մեր պայմաններում են ապրում։ Մենք ապրում ենք, միշտ ապրել ենք մենք մեր ուժերով, մեր հնարավորությամբ, ինչքան որ կարացել ենք։ Ճիշտ է, այնտեղ Ղարաբաղում դեռ մեզի օգնել։ Բայց դե այսօր պայմանները, որ ստիպել են մենք դուրս գալ հանուն մեր երեխեքի, որ արդեն էլ այնտեղ չկար էլի այդպես աշխատանք, որ ես գնայի աշխատեի, կարողանայի հասցնել իմ երեխեքի շոր ու կոշիկի, ուտելիքի, այնտեղ ամեն ինչ հանք, աշխատավարձ չկա, մի մեշոկ ալուր